ծանոթ լսարանը և ծանոթ դեմքեր։ 7 տարի ես Հայր Ստեփանոսեն առաջ ասպայսությունը վարած եմ, գանքնած եմ մեր ժողովրդին թիմաց և կարոզելու առաջին փորձերս հոս կատարած եմ։ Այսինքն հոս սորվել եմ ինչպես կկարոզեն այս տիգիներուն առջև, բայց քիչ այսօր թիվ ավելի աջած է գարտես։ Մեկ հատ վնասչունի կնահատենք ծափահարությամբ Հայր Ստեփանոս և Հայր Օշինը։ Որ քեղեցկորեն գլեցնեն Աստուծո դաջարը։ Ով Դավիթ մարգարեն դիրոջ դաջարի խորհուրդով հափշտակված ըսավ. դեր նախանց դանքո գերիցեզիս, ով ասված քու դանդ նկատմամբ ունեցած իմ նախանցախնդրությունս, իմ պծախնդրությունս, իմ սերս գայրեզիս։ Ինչպես որ երդասարտներ կսիրահարին իրարու, մեկը մույսին այնքան կսիրե, որ մեկը մույսեն կնախանցի, չէ՞, գիները իրենց ամուսինները չեն ուզեր դեսել ուրիշ գնոջ շուրջ և փոխատեր ծապար և արկարով է։ Այդպիսի սիրով Դավիթ կապված էր Աստուծո և դաջարին ընկնեջեն զասված կմեծարեր։ Այնքան կսիրեր Դավիթ մարգարեն զասված և Աստուծո դաջարը, որ ոչ մեկ գին իրեն համար այնքան քրավիչ էր, որքան Աստուծո նկատմամբ իր ունեցած ամենափյուրեղ հետաքրքրությունը, բծախնդրությունը և սերը։ Եվ այդ սերն է, այդ ուշադրությունն է, որ ես կտեսնեմ և Հայր Ստեփանոսին կյանքի մեջ, և Հայր Օշինին կյանքի մեջ, որոնց համար իրենց սերը առասված այնքան լեցուն է, որ դիրոջ դան բայձարության նկատմամբ իրենց ունեցած սերը անխարտախ է, հոն չուր չէ խառնված, վատանանց ոգիով 451 թվականին ըսին, ծեր քաջության վադություն մի խառնեք, և անոնք իրենց սեր Աստուծո նվիրած են և իրենց հոգևոր քաջության վադություն չեն խառնած։ Աստված անսասան բահե մեր Սուրբ Պաթորը Գիլիկիո հայրապետական իր միապանությամբ և ծեր ավետներով։ Ուրեմն թե որոշած էի խոսիմ և պիտի խոսիմ հագիրճ գերբով, Հովհաննես 8-ը մեկեն 11 համարներու մասին հագիրճ գերբով, շատ ընդհանուր գերբով, բայց նույնիսկ այսօրվա Սամոս այնքան գեղեցիկ գնթելուզվի խորհրդի մեջ, որ ասի որ նախ Սամոսը մեկ-երկու մտածումներ առնեմ և այդ մտածումներու համարներու լույսին տակ տեսնենք թե այսօր ասված ինչ պատկան ունի փոխանցելիք ոչ թե ցեզի, նախ ինձի պատկամախոսին, որովհետեւ կարողանամ լսել Աստծո ձայնը և կարողանամ թարգմանություն հանդիսանալ երկնքին երկրին համար, Աստուծո ցեզի համար, ոչ թե որովհետև ես արժանի եմ այդ բոլորին, որովհետև ես անարժան եմ, բայց Աստված իսկ արժանացել է։ Եվ եթե Աստված քեզ կմաքրե, քար կդառնա այն մարդը, որ գսե, որ այս մարդը անմաքուր է։ Օրվան խորհուրդն է, Դավիթին պատկանն է, և Դավիթ մեղանչած էր, գնոջ հետ անօրենություն գործած էր, Աստված հարգացած էր, իր մարգարեն ղրկած էր Դավիթին քով, որպեսզի Դավիթը ըսկաստության հրավիրվի, իր թագավորական փառքը հավաքե և մեկ կողմ տնե, և անոր փոխարեն սգավորի, ապաշխարողի շուրչարը առնե, լա իր մեղքերուն համար և ներողություն խնդրե Աստծուց։ Դավիթը դիրոջ մեծ մարդը, դիրոջ ամենեն սիրված մարդերեն մեկը պատմության բոլոր ժամանակներուն, եթե զասված ունենալով իր կյանքի մեջ ինք մեղք գործեց, ով եմ ես, ով ես տուն և ով է հավաքական մեկը, որ մենք մեր կյանքի մեջ չի դգարանանք և մեղք չգործենք։ Ուրեմն, կթարապ ըլլանք մեր անձին նկատմամբ, ինչպես Աստված կութով լեցված է մեր անձին նկատմամբ։ Մեղք գործող Դավիթը ահա գսե Աստուծո. ողորմե ինձ ով Աստված, տուն որ այնքան ողորմած ես, քո անսահման կտությամբ
իմ հանցանքներս ները։ Ասված գիտեք ինչպես կբաճե մարդը, ներելով կբաճե։ Ավելի մեծ բադիշ չկա, որ գտնա սահմանվին մարդու համար, քան ներումը։ Եվ որ մարդ հանցանքի մեջ է, հանցանքով այսպես շղթայված է, հանցանքով խեղդված վեր ելած է, մեղքով կապված է ու գաղթված է, անմիջապես ասված կհասնի, թեև մեղքը կործված է առավիճին նկատմամբ, մեր անձին, մեր մարմինին, մեր մտքին, մեր հոգին նկատմամբ, կամ ուրիշի նկատմամբ, բայց դերը կհասնի պատժելու մեզ, ոչ թե մեզ մերձնելով, մեզ համբուրելով։ Այդ է պատճառը, որ ես ասված սիրեցի, եւ գուզեմ, որ դուք մեր ասված այդպես ճանչնաք, թե դերը կպատժե համբուրելով, դերը կպատժե կուրկուրալով, դերը կպատժե ցեզ եւ զիս շոյելով, մեզ վերագանքներով եւ մեր մարդկային եւ մեր քրիստոնեական ամենափյուրեղ արժանիքներու մեջ, որովհետեւ երբ վերագանքնենք մենք, Քրիստոս դարձյալ հարություն կառնե մեր կյանքի կողքոթային մեջ, Սատանան դարձյալ կշղթայվի եւ գնետվի դեպի գեհեն այրելու համար, եւ դերը ամենահարուցյալ, լուսավոր, պայծառ եւ միշտ հաղթող ներկայություն կդառնա մեր սրտին, մեր հոգին եւ մեր մարմինի մեջ։ Ասված կպատժե, ուրեմն քութով, սիրելով եւ մեզ ներելով։ Գիտեմ հանցանք գործեցի, մեղքս փնավ մտքես չել է, Սամոս 3, 51-րդ Սամոս համար 3։ Գիտեմ հանցանք գործեցի, մեղքս փնավ մտքես չել է։ Ինչ դժվար բան է գիտեք, մեղք մոռնալը, որ մարդիկ գործած է, եւ գիտեք, որ ասված մեզ գները, մարդն ալ մեզ գները, մենք այսօր կդարաբինք մեր կյանքի մեջ, որտեղ մենք մեզ չենք կրնադերել։ Ամենը թյուրին ներումը ուրիշին դրվելիք ներումը չէ, Աստուծո դված ներումը չէ, թողները ասված ինք հայրը գները։ Երբ մենք ամեն օր կտակնաբինք ու կդարաբինք, թե ինչպես կրնանք մենք մեզ ներել, որովհետև չենք վայեցնել այն հանցանքը, այն մեղքը, այն դգարությունը, որ մենք գործած ենք այսօր կամ պիտի գործենք վաղը, դակավին չենք գործած։ Դավիթ կսե մեղքը մտքես չել էր, մեղքը մտքես չել էր, բայց քեզի ես միայն քեզի թեմ մեղք գործեցի, միայն քեզի թեմ կսե մեղք գործեցի։ Ինչու? Որովհետև ասիգայալ Աստուծո ներկայությունն է։ Մենք չենք, մենք Աստուծո ցերակորցն ենք, դիրոջ ցերկերն ենք, ան որ կմեղանչե իրանցին թեմ, իրանցին թեմ չի մեղանչեր, Աստուծո թեմ կմեղանչե, որովհետև ես իմ կոյությունս Աստուծմով ապահոված եմ, մենք մեր կոյությունը Աստուծմով ապահոված ենք, եւ մեղանչել Աստուծո թեմ կնշանակե մեղանչել անցին թեմ, եւ մեղանչել անցին նկատմամբ կնշանակե մեղք գործել Աստուծո թեմ։ Ուստի արդար ես, ինչ վճիրալ որ արձակես, իրավացի ես, ինչ պատիժալ սահմանես։ Եթե ասված արդար ուզել լալ, վայ եկերեմ ես։ Դեհև ասված արդար է, սխալ չի հասկնակ։ Եթե արդար ալլա մեզ ոչ մեկ մարդ կպրգվի, ամեն կսալ գավակվինք, խոշոր բասերու մեջ գնստինք և կքշենք մեր բասեր թևիտը ժողք։ Տերեզ վսալ բարորդը ես եմ, չեմ գիտեր։ Չգարձենք, որ հոգևորականները չեն դգարանար վեղ չեն կործեր։ Հիսուս սովետուց մեզ խոնարություն, որբեսի մենք խոսինք, որ մենք արմարդենք, բոլորս արմարդենք, որբեսի մենք զիրար սիրենք մեր թերություններով և ոչ թե մեր առավելություններուն համար։ Եթե ուզենք իրարու կյանքի մեջ թերություններ դեսնել, օրինակի համար այսօր ներողամիտ կլակ, իմ գոշիկիս տակը ջերմակից մը գա։ Հայրը Ստեփանոս ասա, որ շատ լավ բաշտոնական հակված եք, բայց քից մը գա տակը, սրբազան։
Ասի որ եթե թերություն ուզես տեսնել, ադիգա մեծ թերություն է այսօր կսի, բայց բեր եթե նայես ալ անուշիկ բանագի մնալ գաղթված է, լավ կաները դեսեք սրպազանի վրա հաջիս։ Չէ հայրը Ստեփանոս։ Ուրեմն երբ նայենք ծեր կյանքի մեջ դիտման փակած է, որ այս թրվակը ցեզ եսեմ։ Մեր կյանքի մեջ մենք մարդերը գտադենք իրենք հակվածքով, ոչ իշին դագը ջերմակից կա, մարհաբա։ Ոչ Աստված հետաքրքրված է, ոչ ես հետաքրքրված եմ, ոչ մենք պետք է հետաքրքրվենք, բայց օրինակի համար գուտամ օրինակը։ Սրդի դագը ինչ կա։ Ինձ չի հետաքրքրել ով ինչ հակվեր է, ով քանի հատ ով թրեր է, ով իր մանմինին վրա քանի հատ թաթու ունի, հոգս չէ։ Ձեզ կհետաքրքրե որպես մարդու տեսակ, մեղա Աստուծո, վստահ եմ Տիրոջս համարալ իր աչքը դարբեր է մեր աչքեն, որ մեր հոգին որքան պատրաստ է զինք շալգելու իմ սրդին, մենք բոլորս մեր սրդի մեջ։ Արդակինով մարդ տադելը եթե չթատրեցնենք, բոլորս ալ բիդի այրին դժողքի մեջ և ասանք անանք չէ, ջզր։ Եթե գուզեք չայրին, թատրեցեք, թադաստան ընել է ուրիշը, թատրեցեք, այլ ցկեցեք, որ թադավորը ինք թադաստանն է, ես չեմ թադավորը, դուք չեք թադավորը, ինքն է թադավորը։ Եվ ծեր մեղքերը որ գփռեք Աստուծո դիմաց, մենք երբ մեր դգարությունները այսպես Աստծո առջև կբարձենք, Աստված կհասկնա մեզ, որովհետև մենք ուզենք ձևով մարդարանալ և ասել դեր գիտես, այս մարմինը ես չստեղծեցի, դու ստեղծեցիր, այս միտքերը դու մեր մտքի մեջ դրիր, մենք սխալեցանք, սխալ մտածեցինք, հավանաբար սխալ գործեցինք, սխալ խոսեցանք, հայհոյանքը փախավ մեր լեզվեն, սխալ շարժումը փախավ մեր ձեռքեն, սխալ նայվածքը փախավ մեր աչքեն, սխալ քայլը արավ մեր ոտքը, դեր ինչ ունեն, այս մարմինը դու ստեղծեցիր, այս մարմինը հաջի սրբակրեն, այս բարձությունը ցեզ գարստացնե, հոգիով, մտքով, և վստահ եղեք, որ բոլորս այսօր Աստծո դաջար եկած ենք միայն մեկ բանի համար, որ դերունական խաղաղությունը վայելենք մեր կյանքի մեջ։ Եկած ենք, որ երկինքեն այսպես հույս մծծենք վերաբրելու, նորեն կործելու, նորեն արտնալու, նորեն մարդանալու, նորեն մաքրվելու, ինչպես կսեքի չետ մարգարեն, լվազիս իմ ամորելություններես սրպեզիս, որովհետև գուզեմ ես մաքրվիլ և մաս մաքուրը լաջիշ կեզի բես, որբեսի արժանի ելվամ ես կեզի։ Աստված մաքուրները գսիրը, բայց աղդոտները չան դեսեր, այլ դեսե եգուր զավագս կեզ գուզեմ լվալ։ Հադողություն ընողը գզրդվի Աստուծո ներկայութենը։ Պամպասանքը աշխարի ամենեն մեծ մեղքերեն մեկն է։ Ըսխուշ պիտի ելանք ուրիշի մասին արժանք քննադատություններ պիտի չնենք, մարդոց կյանքը մեր մատի պատկոց պիտի չնենք, ինչը դուք գիտեք, որ ձեր զավակները ինչ մեղքեր պիտի գործեն, որ ուրիշներու զավակներու մասին դուք կխոսի։ Դուք դերյալ եք ձեր ամուսինները ինչ մեղքեր գործած են, որ կխոսիք ուրիշներու մարդոց մասին։ Դուք որքան պիտի բայեք ձեր գործած մեղքերը Աստծո աչքեն, որ կխոսիք ձեր տրացիին մեղքերու մասին։ Հավաքվեցեք դեսեդերը։ Դուք ձեզ եկեք։ Հավանաբար խոսքերս քիչ շատ այսպես լայն փածած կարտասանեն, կամ անոստագեն զույգ քիձեր կքաշեն, որովհետև երբեմն մենք պիտի գիտնանք հստակ խոսիլ, որովհետև ժողովրդին կյանքեն նես հստակ աղություն բերեք։ Դարձյալ գսեմ, խոսող ես չեմ, ով եմ ես գսեմ արկարեն, փոշի ինչ չեմ Տիրոջ աչքին։ Հաճդերը ինչ ունեմ, իմ ջամփովս այսօր ցեզի կխոսի եւ ես շնորհակալ եմ։ Դեր մարդու սրտի մեջ ճշմարտությունը կուզես տեսնել, ծածուկ կերպով իմաստությունը հայտնեցիր ինձի։ Իմաստություն որ Հիսուս ահոտնալ գարտացին։ Իմաստություն։ Աստված թող որ իմաստություն շնորհե մեզ յուրաքանչյուրին, որպեսզի կարողանանք մեր անղեկավարելի կյանքը ղեկավարել։
ամեն մեկ մարդ իր մեջ արդեն աշխարհ մնե, ևս հարավել, ամեն մարդ ինքն իր մեջ դիեզերք մնե, Սամոսետուն գսե, իվերա իժից և կարպից կնաստեսու և արվոդն գոխեսես զարույցն և զվիշաբն, ով մարդ գսե և ինքեն ասված, օցերուն վրայեն բիդի կալես, գարիչներուն վրայեն բիդի կալես, և ոտկերու տակ բիդի ջզմես արույցները և վիշապները, այդ օցը, գարիջը, վիշաբը, արույցը, ամ չէ, մույսը չէ, ես չեմ, այդ օծը, գարիջը, վիշապն ու արույցը իմ սրդիս և ծեր սրդին մեկ անգույնը կախնի օրեն բահվդած մեր մեղքերն են, մեր մարդկային դգարություններն են, մեր մոլություններն են, մեր սայթակումներն են, մեր թեպի փառք վազելու դենչն է և Աստված մեզ իշխանություն գուտա և լսե, ջզմետում ես։ Դժբախտաբար այսօր ելած ենք ուրիշը ջզմելու, Աստված չսեր ուրիշը ջզմե, գսեր թուն քեզ ջզմե, խդացուր թուն քեզ և այդ խդացում են ատամանք դուրս բեր, դաշե թուն քեզ, փյուրեղացուր թուն քեզ, որբեսի ամենաարժեքավոր, ամենաաչկարու, ամենեն շատ փնտրված ոգեղեն ատամանդը դառնաս այս փոշիացած աշխարհի մեջ։ Չարություն այնքան շատացած է, որ հոգնած ենք չարութենեն, զզված ենք չարութենեն։ Դուք փառությունը պիտի շատցնեք ձեր ընտանիքի մեջ։ Դուք փառությունը պիտի շատցնեք ձեր շրջապատի մեջ, եւ այդ դուքը միայն դուք չեք, մենք հավաքական դուքն այս բարակային միաժամանակ։ Թե ինչպես կրնանք մշուշը վրընդել մեր կյանքեն եւ աստվածային արեքակ Հիսուս Քրիստոսանուն սեր դժմարտությունը ամենաբայծար, ոգեղեն, ջարակայքով, լուսավորով, նորոգով ներկայություն դարձնել մեր ամենեն անձնական կյանքերներս, ընտանեկան, ընկերային եւ մարդկային կյանքերներս։ Ցնծությունն ու ուրախությունը վերադարձուր ինձի եւ դարաբաց ոսկորներս պիտի ցնծան։ Ցնծությունը գործընծնեն եւ ցնծացողեն հերանան։ Ցնծացողը Աստված է, ցնծություն բարգեւող Աստված է։ Ցնծացնող Աստված է, ցնծություն բարգեւող Աստված է։ Ամեն մարդ երբեմն գուզե ուրիշ տեղ մնալ ուրախություն գտնել։ Մեկ երթա իջիտամ ձով եւ ուրախություն գտնակ գուզե գտնել, աղալ կարևոր է։ Աշխարհի մեջ գտնենք։ Մեկ երթա իջիտամ ճաշարան հոն ուրախություն գուզե գտնել, աղալ բնական է։ Երդասարտները գերտան իջիտամ երդասարտական դեղեր Ուզեն կավապ միչ կարել, կինիպ խմել, ադալ բնական է, անբնական չէ, պիտի չի խեղտեք, մեկը գործընծնեք ձեր զավակները։ Աստված ինչպես ազատություն տվավ ձեզի, դուք ազատություն պիտի տաք սակայն ոչ սանձարձակություն։ Ազատությունը սահման ունենա, սանձարձակությունը բարիսներ դեպել է եւ անորոշության գտա։ Ուրեմն Աստված ցնծություն գուտա, երբ ամեն դեղ երթալետ վերջ ոչ ծայրահեղ իմաստովը չի չարափոխենք։ Մեր կյանքի ընթացքին, ընկերոջքով, ճաշարանն երթալ, ինչքան այցելությունը դալ այստեղ, ձով երթալ լողալու, շատ սովորական բաներ են, երբ գիտես Աստծոքով վերադառնալ, ոչ թե մեղքի կյանք են գսեն, առօրյա ընթացքդ երբ գիտես հավաքվին, ամեն օր ետ հավաքվեցեք, հաճիս ամեն օր ետ հավաքվեցեք գիշեր, Աստծոքով, աղոքով, մեկ օր չի հավաքվիս, երկրորդ օրը դժվարանա հավաքել, ճիշտ ու մաքրելու ես։ Երբ օրը չի մաքրես, նա ավելի դժվարանա, եւ հետո եթե մեկ ամիս չի մաքրես, 40 օքլիտ բերես, որ մաքրեն, որպես մաքրվի ակտուն։ Եթե գուզես տուն դերը ըլալ կուդունի եւ ուրիշին պետք չունենաս, միայն Աստծո պետք ունենաս, ամեն օր ունի մաքրես, այլապես ուժը չի փավեր։ Ցնծություն գուզեք, Աստծո մոտեցեք, Աստծո մոտենաք։ Ներկայությունից մի զրգերցիս տեղ և կուսուր պոքիտ թող չլկեզիս, աս արյան բարգեն պրգեզիս ասված պրգիչս։ Կանք մեր այսօրվան խորհրդածության, որ այսօր լույսին դակն է, շատ դարբեր լույնը չէ։ Գինը մեղքի մեջ բռնված է։
Դավուլ զուրնաներով մարդիկ արած են այս կինը դարած են վարդապետինքով, Հիսուս Քրիստոսինքով, տմպուկներով, համը կդան, գիմը շնության մեջ բռնեցին։ Դանոները բոլոր շնացողներ են, չգացել շատ մակրում մարդեր են։ Ատեն անվոր խոսի ուրիշին շնության մասին, ինքը շատ մեծ շնացող է, ելա որ համարձակի խոսի ուրիշին մասին։ Ասի ծափարությունը ուզեմ, հնաշույն ծափեցեք։ Պամպասանքը, որովհետև մարդիկ կանքեր։ Եվ որ մաքու գիմ ոսերին կալե, երկու անգամ զինվորնիկ կոչեստ է, իր մտքի մեջ կմնա և չարությունը կործե։ Հստակ է, վերցապացատվել։ Բայց սխալած կին երկու անգամ ասել, որ տուն շատ կեղեցիկ ես դիրոջ կբատկանից թարցի գուկա։ Լեզուները պիտի զսպվին, այլավես դժող պիտի երտակ բոլորը դա։ Անվոր լեզուն չի զսպեր, դժողքի մեջ պիտի այրի։ Եվ շնացողները, որ աբաշխար են վեր ելնեն, վերեն պիտի նային և պիտի իսեն, որ քույր, ինչու մեզ ծացուցիր, ուզենք մենք քեզ օգնել։ Հստակ է, քիչ պիտի ակնանքը, ավելի լավ պիտի մտածենք մեր կյանքը, ավելի առողջ պիտի մտածենք։ Ուրեմն մեղավորների խումբը, մեղավորը կդածեն, փերած են դիրոջ ոտքերուն առջև դատեն։ Եվ 5-րդ համարը պիտի գարտամ, Մովսես իր տված օրենքի մեջ մեզի պատվիրեց այսպիսիները կարգոծել, արդ տունի ինչ կսես այս մասին։ Ուրիշ տեղ Հիսուս պատասխանեց իրենց և ասա, աչքիդ մեջի կերանը նայել նախ։ Աչքիդ մեջի կերանը նայել նախ։ Աչքիդ մեջ այնքան մեծ մեղք մտա, որ տուն եթե բադիվ ունենաս, տուն չես տեսել ուրիշի մեջ եղած մեղք։ Տուն եթե մարդը լաս, չես տեսնել ուրիշի մեղքը, որտեղ քո ամբողջ կյանքը պիտի չփավե, որ դու քո մեղքերը կմաքրես։ Այդ տունը բոլորս է, ուրիշ մեկը չէ։ 7-րդ համար գանցնի։ Հիսուսը ասավ, ձեր մեջ են ամենեն ամմեղը առաջին քարը թողնել է։ Այս խոսքին վրա ես կփշպվեմ։ Իմ ամենես իրաց համարս է։ Ձեր մեջ են ամենեն ամմեղը թող առաջին քարը մտե։ Եվ օրենքի ուսուցիչներ, փարիսեցիներ, օրենքի մարդիկ, կրոնքի մարդիկ, բոլորն ալ վիզերին գախած, գլուխտին ինգած, ձեռքերին բարակ, շարժել իրենց տուները կացին։ Տիրոջս վերապերմունքը տեսեք։ Նայեցեք Հիսուս ինչպես կտադե մարդը, ասելով, որ ձեր մեջ են ամմեղ առաջին քարը թողնել է։ Այս նախատասությունը կփավեր, որ ես քրիստոնյա կառնայի։ Եվ այս նախատասությունը պետք է փավի մեզի համար անգախ ոսկի բազմաթիվ այն համարներ են, որոնք ոսկիացնեն սուրբիք ու մեր կյանքը։ Կփավե, որ մենք Տիրոջ կառնանք։ Այսօր դերը գսեց ցեզի եւ ինձի, մույսը մեկ գործեց, գնա իրեն ասե, որ Աստված քեզ շատ գեղեցիկ ստեղծած է։ Գեղեցկությունը մի ծախսեր մեր կյանքի մեջ, եւ ու ետ Տիրոջ դարձիր։ Թրագանը լավ կյանքի մեջ, եւ մարդոց օգնել, արդեն բոլորի սրտի մեջ այնքան զարություն կա, որ ավելի քեր չենք գնալ շարքել։ Չգացեք, որ ես ալգնամ շարքել, ես հաչեմ գնալ շարքել, ես առողջ եմ։ Մարդ ենք բոլորս ա։ Առողջական հարցեր ունեցած եմ, ես 8 ամիս է, եւ 8 ամիսի առաջին սուպերկիս հետողությունս կնեմ։ Ես ուզեմ, որ դուք եւ մենք բոլորս աղոթենք իրարու համար, որտեղ բոլորս ալ մարդ ենք։ Եվ մարդ գիտեք, երբ քաչանա իր կյանքի մեջ եւ կզորանա, երբ կխոսի իր մասին, կխոսի իր թերություններու մասին, կխոսի իր դգարություններու մասին։ Պատմության բոլոր քաչերը այն մարդերն են, որոնք ասեն, այո, ես մեղք գործեցի, բայց այսօր մեղքին չեմ պատկանել, Հիսուս Քրիստոսին կպատկանեմ, քեզի ինչ։ Այո, ես կողությունը մի 40 տարի առաջ, բայց ես Հիսուսին կպատկանեմ, սատանային չեմ պատկանեմ, քեզի ինչ։ Այո, մեկը կգնա ասել, ես շնություն ունի 50 տարի առաջ, 5 օր առաջ կամ 5 տարի առաջ, բայց այսօր ես որոշեցի Հիսուսին պատկանել, քեզի ինչ։ Իմ Հիսուսս ինձի ընդունել է, եւ ով է այն մարդը, որ գնա ասել փամը, որովհետև Հիսուս կքարացնի այդ մարդը եւ գսե մույսին քարն է դե, տունն է դե առաջինը։ Եվ եթե այդ մարդը քարն է դե, վստահ եղեք, որ
այս սիրած կար ետ կթարնա և իր կլխում գզարնավ և իր կինապար, և ոչ թե մեղանչողը, ով որալ ալլա այդ մեղանչողը։ Եվ կա մեկը դոր 11-րդ համար, 11-րդ համար, ով գին Հիսուս կսե մեղանչող, մեղանչած գնոջ։ Ուր են քեզ ամպաստանողները, փամփասողները, զրբարդողները, մեղավոր գոչողները, մեկը քեզ չդադարեց, անիկա պատասխանեց, ոչ մեկը, տեսեք գնոջ բարը, դեր։ Այդ կինը դեր չուն էր ադոր համար մեղանչեց, իրեն դիրություն ընողջուն էր ադոր համար մեղանչեց, և մենք դեք երկու մեղանչեք մեր դյանքի մեջ է, որ անդեր կսկա։ Մտքերուք մեջ կանտագեցեք, երբ անդեր կսկանք, հայր չգա, մայր չգա, դուն են հերու ենք, ամուսին ուշուկա, գինը ուշուկա, անդիրություն ետ որ գդիրեք յանքի մեջ, մեղ կգնտեն էր յանքի մեջ։ Այս կինը մեկը դոր դեր կպնդրելու, և դերը, որ դեր չեր կտնելու յանքի դերը, աշխարի մեջ կնաց պնդրելու։ Ես ուզեմ ասել խերջ կինը, դեր չուներ։ Բայց հազիվ Հիսուսին արջև գեցավ ինչ ասա, ոչ մեկը դեր, այսինքն ասա, որ դիրություններ է ինձ։ Հիսուս ասավ, քեզ պիտի պատժեմ ես։ Ինչ է պատիժը։ Քնա նորեն իմ է պատժել։ Հիսուսի տադաստանը այսպես է։ Հիսուս այսպես իր թավը գլեստ է։ Այսպես իմ թադս գլեստ է։ Այսպես ծեր թավը գլեստ է։ Նախ մեզ իր դիրության դակ կարն է, և գարդոն է, որ մենք իրեն դեր ոչենք, այդ դեր ոչել գիտեք ինչ մեծ պատասխանատվությունը Հիսուսին վրա, որ մենք գտնենք։ Հիմա թյուրին ասենք, այո դեր, ոչ դեր Հիսուս, մենք եցեք գիտեք ինչ նշակ է դեր։ Ով դեր ըսածիտ պես տուն գպլիսի կրդի մեջ։ Ուրեմն ամեն անգամ, որ դեր գսեք, գիտեք, որ այդ բաղմուն դուք Հիսուսին կրդի մեջ է։ Մենք բոլորս իր ցերկերու մեջ ենք, որ մեզ գսե ինձի եկեք հոգնածներ, կերնավորվածներ, ես ձեզ հանգիստ պիտի տամ։ Այդ հանգիստը մենք ալ կփնտրենք, բոլորս ալ կփնտրենք, եւ ուր որալ երթանք ու կանք դաջար եւ դաջարի մեջ Հիսուսի կրդի մեջ կգտնենք։ Եզրակացություն ամփոփում մեկ նախատասությամբ, որը սկսավ, ուզեմ նույն նախատասությամբ փակել։ Դերը գբարջել իր կութով։ Մեղ կգործես, և Հիսուսին գսես դեր, ես երեք մեղ կգործեցի, կամ անցյալ օր մեղ կգործեցի, կամ մեկ տարի առաջ մեղ կգործեցի, ները ինձ։ Եսեք Աստծո գիտի մենք չենք գնարխնդալ, Աստված մեզ մի ավելի արթուն է։ Բայց Աստված իր սիրով մեզ կհաղթե և իր սիրով իր զայրույթը կզսվե։ Աշխարհի ամենի ուժեղ զգացումը, որ դրված է մարդ արարածին, սերն է։ Սերը, եթե ունիս քո սրտի մեջ, թրական կտեսնես։ Վախը կճզմվի սերեն, չարությունը կճզմվի սերեն, նախանցը կճզմվի սերեն։ Եվ ահա Հիսուս հարցյալ գսե այսօր, թուն ինձի մեկ տարի առաջ ասի, որ պիտի չմեղանչեմ, մեղանչեցի, քեզի ներեցի, 10 ամիս առաջ նորեն ներեցի, թուն ինձի խոստերի պիտի չմեղանչեմ։ Եվ իմ կիցած Հիսուսս չեմ պիտեր ուշին Հիսուսը գնալ ուրիշ բան ասել, այն Հիսուսը, որ իմ սրտիս մեջ այս ապրումը գտնե, որ ես ցեզի պիտի եսեմ հիմա, եթե սխալ է, թող Աստված ները ինձի, եթե ճիշտ է, թող փրկություն լացել յանքի մեջ։ Նորեն եթե ես այսօր ասեմ դեր ուզեմ նորեն մեր չգործել, ինքը պիտի ասե գներեմ քեզի, գնամի մեղանչեր։ Վաղը նորեն եթե մեր գործել իրքով կամ մենք իր գիտին չենք խնդար, սխալ մի հասկանալ, շատ մաքուր հասկացեք առաջան, ինքը պիտի ասե երեք ասեք, բայց մնաց շուտ, դա նորեն մեր գործել։ Ասե Հիսուսը, այս է Աստված, միջև որ մենք ամտշնալնես դարձիկան,
եւ դիրոց կուտը մեր մեջ ամոթի սկացումը տնե եւ ասենք այլևս ամոթ է, ես դու քեզ հավաքեա, քանի անգամ նույն մեղքերի գործես եւ ասված թաչավի ես կնա եւ մի մեղաճար։